Այսօր այստեղ եք գտնվում Ծիծեռնակաբերդում եք, այցելել եք Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ եք խոնարել եւ փոքր ինչ զրույց ունեցանք, նշեցիք, որ ձեր ծնողները գաղթել էին Արևմտյան Հայաստանից։ Կխնդրեմ նախ ներկայացնեք, որ գավառից են գաղթել եւ ինչ հուշեր կկիսվեք մեզ հետ։ Մայրս անչափահաս ժամանակ, որ ինքը ծնվել է 1913 թվին, բայց ինքը ասում է, որ ես 13 թիվ չեմ, ես 1900 թիվ է, որովհետև ասում է, իմ մամաս ասում էր, թե այս տակ կաթը տար հոր եղբորդ տուն, տարել է, ասում է, մամաս բան չի եղել, որ 3 տարեկան տակ կաթը տա, գրել են, հետո իր սովետական միությունը, որ եկել է, նախ ասեն ոնց է եկել, իրեն կապել են Գոմեշի վրա, փոքր ժամանակ Գոմեշով, եկել է բան, հոկտեմբերյան, այն կողմից ասել են, մամայիս անունը Կալիպսե է, Կալո էին ասել, իրենք այնտեղ հարուստ են եղել, Գասպար աղայի բանն է եղել, աղջիկն է եղել, մի խոսքով կապել են Գոմեշի վրա, այնտեղից այդ ամառ է եղել, ասում են Գոմեշը սոսում էր ջրի մեջ հովանալու համար, այնտեղից ասում են, վայ, եսա կալում կխեղտվի, եկել է ասե Հայաստան, եկել է հոկտեմբերյան, ինքը փոքր ժամանակ իրեն տվել են մանգատուն, աշտարակում է եղել, աշտարակում այդ բոլորը ինքը պատմել է, ինչ 33 հատ մանգատուն է եղել, Նվեր Սաֆարյանի հետ են ծառայել մանգատանը, հետո մի հատ էլ բժիշկ կա ճանաչված Մոսկվայում է, չեմ անում ինչ որ Ցեղասպանության տարիներից ինչ են պատմել, ինչ օրեր են։ Օրինակ պատմում էր մամաս, որ ասում է հղի կնոջը բան էին անում, սուրը կողմեր թուրա թվանքա հղի կնոջ որով այն է, պտուղը հանում էր, ուրախանում էր այդ հանողը, ասում էր Էրմանի, եթե տղա էր ուրախանում էր, իրան էլ ասում է, իր մաման բան արե, ցեխ մեխաքսե բան, որ իրան չգողանան տանեն, հետո եկել են նստե մանգատուն, Գեղեցիկ կանանց վերցնում էին։ Այո, աղջիկներին, ինքը գեղեցիկ աղջիկ է եղել, հետո եկել է այնտեղ մի ամուսնությունից հետո դե շատ բաներ չէր պատմում կամ չէր հիշում, ասում էր թե ինձ քույր ունեմ, եղբայր ունեմ, հետո մի հատ կնոջ ցույց տվեց, ասեց սա իմ Արշալուսը, բայց բոլորովին նման չի, իր հարցն էլ Արշալուսի հարցն էլ ասում, մորքոր ոնց որ քույր չեք, տելևիզորն էլ ասում, մանգատունը որ բան արել է, քույրեր են սարքել, եղբայր են սարքել, այտենց քույրություն են արել, մինչև ծերացել մահացել են, հետո մամաս ստեղ ամուսնացել է, ես ծնվել եմ այստեղ, հայրս էլ Ղարսից է եղել, ինքը լավ երեխա է եղել, պատմելով եմ ասում, ես բնականը չեմ արել, աղջկա շոր են հագցրել, փոքր ժամանակ, այդ 8-9 տարեկան ժամանակ այնտեղ թուրքերը բռնում են, որպես լավ երգող, անունը Արշակ է եղել, պապայիս անունը, ասում են չսպանենք էլ հեռացի, գնա աստեղից, այտենց եկել աստեղ, հիմա մենք աստեղ ենք, ապրում ենք, հիմա սա այստեղ ես հաշվում եմ, սա իմ տատիկ պապիկի տեղն է, Եռաբլուրը իմ որդիների տեղն է, ես պատերազմում մասնակից եմ եղել, մի խոսքով Իսկ ձեր հոր մասին կիսատ, հա թողեցիք, ասեցիք լավ երգող էր, թուրքերը վերցրել են, կշարունակեք դեպքը, ուրիշ ինչ է եղել։ Դե իրանք պատմում էին, որ հա պատմում էին, որ իր հորը, պապայիս, այսինքն իմ պապիկիս ընտանիքը բան են արել, լցրել են գոմի մեջ, խոտեր մոտեր լցրել են, այրել են, ինքը որ փոքր է եղել, այդ ճաղերի արանքից պլստացի դուրս է եկել, տենց դուրս է եկել, բայց հետո մամաս էլ էր պատմում, ասում թե մանգատանը որ սով էր եղել, իրան դասիրակել է Նինա Ալտրիշենկովը, բանը, ասում էր սա իմ մաման է, ռուս է եղել, մանգատանը Նինա Ալտրիշենկովն է եղել, ասում է հաց չկար ուտելու, բան էին կանում, այն փշուրների համար իրար տալիս էին, կռվում էին, հաց ենք ուտում, հետո տենց մեծացանք, ամուսացել է, մենք ունեցել ենք, մամաս ունեցել է 2 հատ տղա, առաջնեկը դե մահացել է, ասում է սիրուն երեխա էր, մահացավ, թմբլիկ կարիք ազգացել, սիրելով բան,